Հապկի հետ հարաբերությունները սառեցրած Հայաստանը, որ վերջին մի քանի տարիների ընթացքում մերժում է մասնակցությունը տարբեր ձևաչափերով անցկացվող հապկ նիստերին, օրակարգում ընդգրկվող փաստաթղթերին երբեմն հավանություն տալով, չի նախատեսում եւ չի քննարկում Հայաստանից ռուսական 102-րդ բազայի դուրսբերումը։ Մենք որևէ ծրագիր, ինչպես նաև մտահոգություններ չունենք Հայաստանում 102-րդ ռուսական ռազմաբազայի գտնվելու թեմայով։ Եվրոպացի փորձագետները Փաշինյանից ցանկանում են լսել հայ-ռուսական հարաբերություններն ինչ մակարդակի վրա են։ Ռուսներին չնեղացնել ցանկացող Փաշինյանն ասում է, թե հայ-ռուսական հարաբերություններին վերափոխում ապրող փուլ են մտել։ Հայաստանի կառավարությունը սակայն չի մոռացել օրինակ 2022-ին Ադրբեջանի ռազմական ագրեսիայի ժամանակ հապկ անդամ երկրների, այդ թվում Ռուսաստանի դիրքորոշումը։ Դե մենք խոսենք այն մասին, թե ուներ արդյոք հապկը պարտավորություն Հայաստանի հանդեպ, այո, իհարկե, կատարել է ոչ, որովհետև մենք պետք է հասկանանք, որ հապկի կորիզը դա Ռուսաստանն է, այս Ռուսաստանը այդ բային նաև հնարավորություն չունի։ Ծանր նժարի կողմն ավելի շատ պահելով արևմտյան առաջարկների վրա, հայաստանյան իշխանությունները դեռ տատանվում են մոդուլային ավելի փոքր ատոմակայանին տալ նախապատվությունը, թե ընտրել տասնամյակների պատմություն ունեցող ավանդական ատոմակայանի կառուցումը։ Փաշինյանն ասում է, որ հզոր կարողությամբ ատոմակայան Հայաստանին անհրաժեշտ չէ։ Այն դեպքում, երբ Հայաստանն էլեկտրաէներգիա արտահանելու պոտենցիալ ունեցող երկիր է։ Եվ Թուրքիան, եւ Ադրբեջանը, եւ նույնիսկ Եվրամիությունը տարիներ շարունակ պահանջում են Հայաստանի ատոմակայանի փակումը։ Վերջին տարիներին կարողացել ենք խորհրդային ժամանակից Հայաստանում կառուցված ատոմային էներգետիկայի կարողությունը կրկնակի դարձնել։ Հիմա մենք մեծ ատոմակայանի կարիք չունենք։ Մեր փորձագետների գնահատականներով մեզ անհրաժեշտ է ունենալ փոքր ատոմակայան։ Ահա թե ինչու մենք նախնական որոշում ենք կայացրել փոքր մոդուլային տիպի միջուկային ատոմակայան ենք ունենալու։ Ռուսական ոչ մի կայան գետնի վրա, հողի վրա չկա կառուցված։ Հայացքը դեպի Եվրամիություն սևեռած Հայաստանի կառավարությունը մայիսին եվրոպացի բարձրաստիճան հյուրերի պետք է հյուրընկալի։ Երևանում եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովն է անցկացվելու։ Իդեպ Ադրբեջանից Վրաստանի սահմանով Հայաստան բենզին եւ դիզվառելիք ուղարկող ու առևտուր անող Ալիևը մերժել է, չի մասնակցի Երևանում նախատեսվող այդ միջոցառմանը։ Նախագահ Իլհամ Ալիևի մայիսյան խիտ գրաֆիկը եւ օրացույցը նման այց չեն նախատեսում։ Եվ Հայաստանի ու Ադրբեջանի միջև ամորֆ շատ փորձագետների ձևակերպմամբ նաև հեղեղուկ խաղաղության գործընթացի մասին։ Հայկական կողմից խաղաղության ճարտարապետները որքան էլ թմկահար են, թե Ադրբեջանի հետ խաղաղությունը դիտարկում են հիմնված Ալմա-Աթայի 1991-ի հռչակագրի վրա, Ալիևը նրա սատելիտ արբանյակները նոր թափով առաջ են տանում Հայաստանի ինքնիշխան տարածք վերադառնալու արևմտյան Ադրբեջան թեզը։ Ոմն Ալեկ Բերլի, ով իրեն ինքնահռչակել ու կարգել է Ալիևի աշխատակազմից ֆինանսավորվող Արևմտյան Ադրբեջան համայնքի նախագահ, հայտարարել է, թե Արևմտյան Ադրբեջանի փախստականները վերադառնալու են իրենց պատմական հողերը։ Օկուպացված Արցախի Մարտունի քաղաքում Ալիևը հայերին թշնամի անվանելով հոխորտացել հպարտացել է, ձևակերպելով ոչնչացրինք թշնամու վերջին որջը, վռնդեցինք անջատողականներին եւ ստիպեցինք դատարանի առջև կանգնել։ Ահա այսպիսի խաղաղասեր Ալիև։ Վստահ եմ, որ հասարակությունը հավատում էր, որ թշնամու վերահսկողության տակ չի մնա ոչ մի թիզ հող, եւ մենք հասանք դրան։ Արդեն 2 տարուց ավելի է, ինչ վերահսկում ենք ամբողջ Ադրբեջան պետության ինքնիշխան տարածքը։ Հայաստանի ինքնիշխան տարածքից անգամ մտքի ծայրով դուրս գալու մասին չմտածող, Հայաստանի տարածքային ամբողջականությունը չճանաչող Ալիևը միգուցե Երևանում չի ուզում մասնակցել եվրոպացիների հետ կազմակերպված մայիսյան միջոցառմանը հենց այս պատճառով, որ չի ճանաչում Հայաստանի տարածքները, այդ թվում մայրաքաղաք Երևանը, կամ ինչպես ինքն է սիրում հաճախակի անվանել Էրիվանը։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։